Ситуация критична. Ճգնաժամային իրավիճակ է, ռուսական հրետակոծությունների հետևանքով կայանը անջատվել է էներգացանցից, էլեկտրաէներգիան մատակարարվում է դիզելային գեներատորներով, սա արտառոց է, գեներատորներն ու կայանը երբեք նախատեսված չեն եղել այս ռեժիմով երկար աշխատելու համար, մենք արդեն տեղեկություն ունենք, որ մեկ գեներատոր խափանվել է։ Вже у нас є інформація, що один з генераторів вийшов з ладу. There's no real good news in any of this. Իրականում այստեղ լավ նորություններ չկան, բայց միակ կարևոր բանն այն է, որ մարդիկ հասկանան, նույնիսկ եթե վաղը դիզելային էներգիան կորչի, վառելիքը չի տաքանա անմիջապես, որովհետև այն շատ ավելի սառն է, քան աշխատող ռեակտորինը։ Հավանաբար մի քանի շաբաթ կպահանջվի, մինչև վառելիքը սկսի աստիճանաբար ավելի ու ավելի տաքանալ։ And so you probably have got several weeks of losing cooling function while the fuel starts getting hotter and hotter. У нас разработан план. Զապորոժիեի ատոմակայանը լիարժեք հզորությամբ գործարկելու համար ծրագիր ենք մշակել։ Այժմ գործող էլեկտրագծերը բավարար չեն կոմերցիոն շահագործման համար։ В режиме, так сказать, промышленной эксплуатации.